Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը 5 օրով գործուղվում է ԱՄՆ։ Որոշման մեջ ասվում է համաձայն կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի ՀՀ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին 2025 թվականի ապրիլի 7-ից 11-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Ընդունելի գիտություն, որ Սրփուհի Գալյանի ԱՄՆ գործուղման ճանապարհածախսի եւ գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։ Սրփուհի Գալյանի ԱՄՆ գործուղման օրապահիկի ծախսերը կատարել ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ ՀՀ արդարադատության նախարարին գործուղումից վերադառնալուց հետո երրորդյա ժամկետում ներկայացնել ԱՄՆ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը համաձայն ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N1230 որոշման սահմանված կարգի։ Օտարերկրյա ներդրողների համար ԱՄՆ կեցության թույլտվության նոր ձևը կարող է կոչվել Trump Card, այս մասին չորեքշաբթի Fox News հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ նաև այլ ամերիկացի պաշտոնյաներ նշել էին, որ այս ծրագիրը, որն ի վերջո հնարավորություն կտա ստանալ ԱՄՆ քաղաքացիություն, կարելի է անվանել ոսկե քարտ։ Խնդիրն այն է, որ ոսկե քարտերը շատ են, ես ձեզ կասեմ, թե իմ ժողովուրդն ինչպես է ուզում անվանել դա։ Սա խելագարության կհասցնի ձախերին, նրանք ցանկանում են դա անվանել Trump Card, ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը։ Նա ընդգծել է, որ այս քարտի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ԱՄՆ պետական պարտքի մարմանը, որը գերազանցում է աստղաբաշխական 36 տրիլիոն դոլարը։ Այս ամենը կուղղվի պարտքի մարմանը, ասել է Թրամփը։ Մենք շատ քիչ պարտք կունենանք։ Նախագահը հիշեցրել է, որ կեցության թույլտվությունը նախատեսվում է վաճառել 5 միլիոն դոլարով։ Ենթադրենք, մենք վաճառում ենք դրանցից 1 միլիոնը, սա 5 տրիլիոն դոլար կկազմի, հայտնել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփն ընդգծել է նաև, որ եթե ԱՄՆ իշխանությունները լուրջ պահանջներ ունենան օտարերկրացիների նկատմամբ, որոնք կգնեն այդ քարտերը, գումարը կվերադարձվի նրանց եւ այդ անձինք կարտաքսվեն արտերկիր։ Բնականաբար նրանք, ովքեր ցանկանում են գնել այդ քարտերը, պատշաճ կերպով կստուգվեն ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից, ավելացրել է նախագահը։ Նախատեսվում է, որ նոր քարտը կփոխարինի օտարերկրյա ներդրողների համար ԱՄՆ-ում կեցության թույլտվության տրամադրման ծրագրին, որը հայտնի է որպես EB-5։ Իմ այցը ԱՄՆ սկսվեց G7 երկրների եւ Եվրամիության դեսպանների հետ հանդիպմամբ։ Հայաստանի դեմոկրատական դաշնակիցները պետք է հստակ ուղերձեն Ադրբեջանին եկել է Հայաստանի հետ տևական խաղաղության շուրջ բանակցությունների վարելու ժամանակը, ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն։ Թուրքիայում մի քանի 100,000 մարդ է փողոց դուրս եկել ի աջակցություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Էկրեմ Իմամօղլուի։ Թուրքիայում 37 մարդ է ձերբակալվել սոցիալական ցանցերում գրառումների համար։ Ոստիկանությունը հայտարարել է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուի կալանավորման հետ կապված հրապարակումները սադրիչ են համարվել։ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում։ Հաղորդագրության համաձայն կքննարկվեն իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում, Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցությունները, գնահատականներ կտրվեն թուրք պաշտոնյաների Սիրիա կատարած այցին։ Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Եթե նախագահ Թրամփը որոշի քայլեր ձեռնարկել Իրանին միջուկային զենք ձեռք բերելը կասեցնելու համար, մենք դրա հնարավորությունն ունենք, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օվալաձև աշխատասենյակի կարմիր կոճակը դիետի կոլա պատվիրելու համար է, այլ ոչ թե միջուկային զենք գործարկելու։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ Բոլորը կարծում են, որ դա միջուկային զենք է, նրանք ասում են, որ եթե ես սեղմեմ, այն աշխարհի վերջը կլինի, ասել է Թրամփը։ Նման սարքով Թրամփի աշխատասեղանը համալրվել է նախագահության առաջին ժամկետում։ Այնուամենայնիվ Ջո Բայդենը, ով պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2021-ից 25 թվականներին, հրամայել է հեռացնել կոճակը, որը սեղմելիս սենյակ էին բերում մի բաժակ գազավորված ըմպելիք։ Հանրապետական Թրամփը հունվարի 20-ին երկրորդ անգամ ստանձնել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Նա հաղթել է Միացյալ Նահանգների ընտրություններում դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, որոնք տեղի են ունեցել 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Հարիսը Ջո Բայդենի գլխավորած Վաշինգտոնի նախորդ վարչակազմում ԱՄՆ փոխնախագահ էր։ Թրամփն առաջին անգամ նախագահել է 2017-ից 21 թվականներին։
թվականներին։ Նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ երկրորդ մարդը, ով ընդմիջումից հետո կրկին ընտրվել է բարձրագույն պետական պաշտոնում։ Նախկինում միայն Գրովեր Քլիվլենդն է 22-րդ նախագահ 1875-ից 1879 թվականներին եւ 24-րդ նախագահ 1893-ից 1897 թվականներին կարողացել հասնել դրան։ Թրամփը դարձել է ԱՄՆ 45-րդ եւ 47-րդ նախագահ։ Արտուր Նահապետյանը կնշանակվի հակակոռուպցիոն կոմիտեի պետ։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը ի թիվս այլոց հրաժարական տվեց իր զբաղեցրած պաշտոնից Փաշինյանի SMS-ներից հետո։ Թրամփը 2 ամիս ժամանակ է տվել Իրանին միջուկային նոր համաձայնագիր կնքելու համար։ Թրամփն առաջարկել է բանակցություններ սկսել նոր համաձայնագրի շուրջ եւ զգուշացրել է Իրանին այդ առաջարկից հրաժարվելու հետևանքների մասին։ ՄԱԿ-ում Հայաստանը կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ։ Նա կոչված է իրականացնել ՄԱԿ քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության DPO հետ համագործակցության խորացումը, որը կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության խաղաղապահ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը եւ ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի Հանրապետության մասնակցության խորացմանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն կունենա ներկայացնել Հայաստանի ռազմական առաջնահերթությունները եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համատեքստու մոտեցումները, ասված է կառավարության որոշման մեջ։ ԱՄՆ-ն պետք է կապեր հաստատի Ռուսաստանի հետ, որն ունի արժեքավոր տնտեսական ռեսուրսներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք պետք է բիզնես անենք Ռուսաստանի հետ։ Նրանք ունեն աշխարհի ամենամեծ տարածքը, շատ ավելի մեծ, քան Չինաստանը։ Նրանք ունեն 11 ժամային գոտիներ։ Նրանց հողը հարուստ է արժեքավոր ռեսուրսներով, ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը Breitbart News պորտալին տված հարցազրույցում։ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, էսկալացիայի կանխման պայմանները եւ մի շարք միջազգային հարցեր։ Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի մարգարե անցակետը։ Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարե անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։ Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաեւ Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։ Նույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ, ասված է որոշման մեջ։ Այսօր ժամը 10-ից մինչև 13:00 փակ կլինի Թումանյանից Աբովյան եւ Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մայրաքաղաքում մեկնարկած սառերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված մարտի 20-ին ժամը 10-ից մինչև 13:00 փակ կլինի Թումանյանից Աբովյան եւ Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը, ասված է հայտարարության մեջ։ Մեծ հանրահավաք հանուն Արցախի միավորման նախաձեռնությամբ ստեղծված եւ Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։ Մարտի 29-ին ժամը 15:00-ին կբարձրաձայնվեն հետեւյալ խնդիրները. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական եւ բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ, Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ եւ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ։ Վարդան Ղուկասյանը կմնա անազատության մեջ։ Լաս Վեգասի դատարանն մերժել է ԴՕԿ ղեկավար Վարդան Ղուկասյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Նա կմնա անազատության մեջ։ Այս մասին Ազատությանը հայտնեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ընդգծելով, թե միանշանակ բողոքարկելու են որոշումը։ Փաստաբանը նաև հայտնեց, որ այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ Ադրբեջանի Պաշտպանության հաղորդագրությունը, թե մարտի 19-ին ժամը 19:00-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զուսպ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանակոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այն չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջանը համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, հիմնավորող փաստերը դրանք Հայաստանի Հանրապետությանն փոխանցելու պարագայում։ Այս պայդրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի Հանրապետության զուսպ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդին հայտարարեց, թե Պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարը չխախտել, քանի որ Հայաստանը գնում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո կոմբինատը առատ նվիրատվություններ է անում Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարի 5-ին հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ-ի ՀՀ սեփականություն հանդիսացող 15% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հավատարմագրային կառավարմանը։ Հայտարարել է նաև, որ առաջին անգամ է պետությունը բաժնետոմս ունի, հայտարարեց նաև, որ առաջին անգամ է, որ պետությունը բաժնետոմս ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ժողովուրդը գրում է, որ իհարկե հետո միլիարդներ մսխվեցին անիֆում, բայց դա չէր խանգարում, որ ԶՊՄԿ-ն 2 տարի անընդմեջ նվիրատվություններ անի վարչապետի տիկնոջ հիմնադրամին։ Պաշտոնական փաստաթղթերից Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ 2023 եւ 2024 թվականներին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի անունից առաջին անգամ 20 միլիոն դրամ, իսկ երկրորդ անգամ 50 միլիոն դրամ է փոխանցվել Իմ Քայլ հիմնադրամին, որի գործադիր տնօրենը Աննա Հակոբյանն է, վարչապետի տիկինը։ Ժողովուրդ օրաթերթը նաև պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս գումարով ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում Իմ Քայլը հիմնադրամի հետ։ Հարկ է նշել, որ Իմ Քայլը հիմնադրամի նվիրատվությունների ցանկում նշվածներից հասկանում ենք, որ միայն ԶՊՄԿ հիմնադրամի հետ է իրականացվել կրթական ծրագիրը։ Այսպիսով, ինչպես հաճախ է հնչում հանրային միջավայրում նախկիններին մեղադրելով թալանի բիզնեսներին փայ մտնելու համար, Փաշինյանի իշխանությունը հեշտ միջոց գտավ փայ մտնելու գործընթացը շղթայելու հարցում։ Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան կոչ է արել եվրոպական երկրներին չթերագնահատել սպառնալիքը, որն իբր գալիս է Ռուսաստանից։ Նրա խոսքով այն վերաբերում է մայրցամաքի բոլոր երկրներին, հաղորդում է գերմանական NTV հեռուստաալիքը։ Իհարկե, Ռուսաստանի հարևան երկրներն ավելի շատ մտահոգված են Ռուսաստանով։ Դա ակնհայտ է, բայց սպառնալիքը, որին մենք բախվում ենք, ազդում է բոլորիս վրա, հայտնել է Կոստան։ Նրա խոսքով, հենց այդ պատճառով էլ Եվրոպան շարունակում է աջակցել Ուկրաինային։ Հանրապետության պաշտպանությունը ծառայում է եվրոպական անվտանգության շահերին, կարծում է քաղաքական գործիչը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աղազարյանը ասել է. «Պարոն Փաշինյանի նպատակն ինձ մանդատից զրկելն է եւ դրա համար կա շատ գեղեցիկ եւ ռեալ ճանապարհ։ Գյումրիի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում եւ վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների։ Հետեւաբար բոլորը, այդ թվում նաեւ ես, զրկվում ենք մանդատից»։ Աղազարյանը նշել է, որ իրեն քաղաքական հետապնդման չեն ենթարկում, այլ քաղաքական ճնշումներ են սրանք։ Մանդատը վայր չդրեցի եւ պարոն վարչապետն ու քաղաքական թիմը գտնում են, որ դա իշխանության հեղինակությանը հարված է, ասաց նա, հայտարարելով, որ եթե իրեն խելոք չպահի եւ չենթարկվի քննիչների պահանջներին, բնականաբար բանը կալանքին էլ կհասնի, բայց կալանքը որպես ճնշում ինձ վրա ազդեցություն չի ունենա։ Ես 63 տարեկան եմ եւ այնպես չէ, որ իմ ապրած կյանքի վրա խաչ քաշեմ, հավելել է Աղազարյանը։ Ռուսաստանին չի կարելի թույլ տալ Ուկրաինայում հասնել իր բոլոր նպատակներին։ Այս մասին մեր անվտանգությունն ինքնին հասկանալի չէ խորհրդաժողովում հայտարարել է Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը, փոխանցում է EA Daily-ն։
Նրա խոսքով Եվրոպայում անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, առավելագույն արդար խաղաղության հասնելու համար, որպեսզի հակամարտության զարգացումը չհանգեցնի ՌԴ-ի բոլոր նպատակների իրականացմանը եւ չակերտյալ զոհի կապիտուլյացիային։ Այս կապակցությամբ նա բարձր է գնահատել այն փաստը, որ Չեխիան միացել է ձևավորվող ցանկացողների կոալիցիային։ Պյոտր Պավելը կարծում է, որ նման կոալիցիաներ կարող են ավելի շատ առաջանալ, եւ դրանք պետք է պատրաստվեն Ուկրաինային ռազմական, քաղաքական, դիվանագիտական, նյութական եւ ֆինանսական օգնություն ցուցաբերելուն, ինչպես ԱՄՆ-ի մասնակցությամբ, այնպես էլ առանց։ Պավելը նաեւ նշել է, որ Չեխիան եւ Եվրոպան միշտ նախապատվությունը տալու են ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքին, սակայն անհրաժեշտ է պատրաստ լինել համապատասխան կերպով արձագանքելու, եթե ԱՄՆ-ն որոշի գնալ այլ ճանապարհով։ Չեխիայի նախագահը նկատել է, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները վերաբերում են ոչ միայն պետություններին, այլև մեծ մասամբ բոլոր քաղաքացիներին։ Նա բարձր է գնահատել չեխերի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ, որոնք ի սկզբանե դատապարտել են Ռուսաստանին եւ կամք են ցուցաբերել օգնելու Կիևին, օրինակ ռազմական տեխնիկայի համար միջոցներ հավաքելու եւ հումանիտար ու բժշկական օգնություն տրամադրելու միջոցով։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։ Այս կարծիքը Միրզոյանը հայտնել է Բրազիլիայում արտգործնախարարների հետ համատեղ ասուլիսում։ Միրզոյանի դիտարկմամբ համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին, Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման եւ նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար։ Պաշտոնական Բաքուն եւ Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն պայմաններ առաջ քաշում։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ, պարունակող Հայաստանի սահմանադրության փոփոխություն, Լեռնային Ղարաբաղի հարցով տարիներ շարունակ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում է հրադադար խախտելու համար։ Միրզոյանը շեշտել է, որ խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության եւ երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը, ասել է արտգործնախարարը։ Ադրբեջանում 23 հայ կերի է պահվում, նրանցից 16-ի նկատմամբ այս պահին դատավարություններ են ընթանում ծանրագույն ընդհուպ ցմահ ազատազրկում նախատեսող մեղադրանքներով։ Անդրադառնալով սահմանազատման խնդիրներին, Միրզոյանն ասել է, որ 2024-ին զգալի առաջընթաց է գրանցվել նաև այս գործընթացում, հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվել եւ սահմանանշվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, որոնք եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երթուղու գործարկումը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար, նշել է արտգործնախարարը, հիշեցնելով, որ կանխատեսելիության բարձրացման եւ փոփոխության ձևավորման համար Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով, սակայն նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից։ Մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների եւ սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Վարշավան մտադիր է դուրս գալ Բելարուսի կողմից վտանգի պատճառով հակահետևակային ականների օգտագործումն արգելելու մասին Օտավայի կոնվենցիայից։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան, գրում է EA Daily-ն։ Նրա խոսքով Լեհաստանը այլ երկ չունի, քան Օտավայի կոնվենցիան չեղյալ հայտարարել է, քանի որ դա կապված է Բելարուսի եւ Ռուսաստանի հետ սահմաններին տիրող լուրջ իրավիճակի հետ։ Մենք մտավախություններ ունենք, որ Բելարուսը գործում է Ռուսաստանի լիակատար վերահսկողության ներքո, ինչ էլ որ Վլադիմիր Պուտինը ասի, Ալեքսանդր Լուկաշենկոն կհամաձայնի դրան։ Հիշեք, թե որ կողմից են հարձակվել Ուկրաինայի վրա, Բելարուսի տարածքից, ասել է նա։ Փոխնախարարը հավելել է, որ լեհական բանակի սպառազինությունում այժմ հակահետևակային ականներ չկան, բայց դրանց արտադրության հնարավորություններ կան։ Խոսքը 100 հազարավորների, հնարավոր է նաև 1 միլիոն միավորի մասին է, նշել է Բեյդան, հավելելով, որ Լեհաստանը ձգտում է ԵՄ-ից հնարավորինս շատ ֆինանսավորումներ գրավել պաշտպանական կարիքների համար։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսը հայտարարել է, որ իր ռուս գործընկերների հետ խոսել է Ուկրաինայում պատերազմին վերջ գալու ջանքերի մասին։ Մենք պայմանավորվել ենք, որ մեր տեխնիկական թիմն առաջիկա օրերին կհանդիպեն Էրիադում, կենտրոնանալով մասնակի հրադադարի իրականացման եւ ընդլայնման վրա, փոխանցում է Reuters-ը։ Նախորդին էլ հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության եւ ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Թրամփը եւ Պուտինը վերահաստատել են, որ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին։ Կոնկրետ իմ պահանջս քննչական կոմիտեից նայա, որ ինձ անհիմն տեղի առանց փաստով, առանց ինչ-որ մի մեղադրանք, որ իմ վրա ներկայացված է, չկա, բռնել են տարել ինձ Հավային դե հարցակ քննել առաջին օրը, էլի ոչ մի բան, ոչ մի տեղ չեմ դիմել, որ անհիմն է, 7-րդ օրը, որ տարել են բռնել, ծեծել, հայհոյել, ծեծել է էլի հեչ, եթե հայհոյած չլեն, այսքան բանը չերնի։ Հիմա իրանք պետք է օրենքի մարդիկ են, իրանք օրենքի, մենք իրանցով ենք արխային հելնում ես պետությունը մքայլում, իրանքը մեր պաշտպանը, քաղաքի մեջ։ Հիմա բռնումն է մեր մարդուն տանում բեսպրի ձելավարի բռնում տպում։ Աղմուկից հետո փորձել են ձեզ հետ կապվել, գուցե հանգուցալուծել խնդիրը, որպեսզի չհասնի աղմուկը ավելի մեծ չափերի։ Չէ, տենց էլ դրանից հետո, որ մեր բարեկամները եկան ասան, ինչի եք Տիգրանին բռնել, ասել են Տիգրանը ձեր փակալված է։ Հետո այո։ Այո, ոնց օրենքը պահանջում է, ոնց որ մարդիկ օրենքով շարժում են, իրանք իրանց պատասխանը պետք է տան։ Ամեն մարդուն վերցնում են տանում, հիմա ես ոնց այդ քաղաքում սրանից հետո ապրիմ, եթե իրանց այնը որ համապատասխան օրենքով չպատժեն, այդ դրանից հետո ես որ դե ապրեմ պետք է վախենալով ապրեմ, ելում է պետք դե ապրելը։ Կարող է այս դեպքից հետո մի ամսից հետո գանել ասին, արի գնանք 2 րոպե զրույց անենք, էլի տանեն տենց տփեն էլի գանգստե ասինք մեզ տարել են տփել, չկարանանք ապացուցենք։ Հիմա ամեն ապացույցել են ակավականները ոնց են եկել վերցրել, ինձ անհիմն տեղի տարել։ Իսկ ձեր մամնի վրա կան ծեծի պաշտպանման հետ։ Դե բժշկական, որ գնացել եմ հիվանդանոց են դե ասեն են, որ գլխի այս ականջիս հատվածում սանջարդե կա։ Արձանագրվել։ Այո։ 3 հարուցվեց պաշտպանման մասով իրական գործ։ Հա, քնիչը կանչեց, հարցակնեց, ինչ ձեզի պատմում էդ։ Այո, ասելա գործ ուղարկել ենք Երևան։ Իսկ գործը հարուցելուց հետո նորից բժշկական փորձարկումություն եւ այլն։ Հա, գնացել ենք կներեք դատական բժշկի, քնիչը տարել է, այո։ Ինչ ա եղել այնտեղ։ Դե բժիշկը նայեց, գրեց, արձանագրեց, всё գնացինք քնչական։ Արձանագրեց, որ կան մամնի վրա վնասվածքներ եւ այլն։ Ինձ բան չի ասել քնիչը։ Փաստաբանի հետ է խոսել։ Հա։ Ուրիշ հարցեր կան։ Այո, Տիգրան, դուք նաև դեպքից հետո նաև այն կայքը, որը տարածել էր հաղորդագրություն ձեր միջադեպի մասին, նշել էր նաև, որ կարծեք փորձում են նաև ազդել, գտնել աղբյուրները, ովքեր որ բացահայտել են, տեղեկություն ունեք դուք, թե ով է հետաքրքրվել, գուցե ոստիկաններն են հետաքրքրվել, ուզել են հաշվի հարդար տեսնել, ինչ ինֆորմացիա ունեք այս առումով։ Ես մենակ կարա մի բան մտածիմ, ես էլ անտեղի տեղը չեմ կարա մարդուն մեղադրին, որ իրանք տենց իրանց բեսպերի ձելավարի պահում են, ինձ նման տենց լիքը մարդկանց տարած կնեն այդ տենց տանջացել է ասած, են աստե մի հատ կնիկա իմ հետ եկալա, ինքն էլ կուզի, իրա տողուն էլ են տարել այդ տենց երեկա իմ հետ կապնվել, հա, նույն բաժնում, ես էլ այդ կնիկն այրեք իմ հետ կապնվել ասելա ուզում եմ ես էլ գամ իմ բողոքից, դե չգիտեմ, թող ես կնիկը մոտիկանա իրանց։ Այդ ձեր բարեկամներ եք, որոնց տնից գողություն են արել, ձեր ինչն են, ասում են ինչն են տարել տնից եւ այլն չկարակ ասել։ Դե ես որ ճիշտ ասեմ չեմ ոսկի են տարել, տենց են իրանք ասում, բայց դե որ ամա ես չեմ ուզում դրանից խոսամ էլի, որ
մի բանի հետ կապ չունեմ։ Մի տարի մի ամիս է Վանաձորում ապրում, հələ կյանքում ոստիկանություն ոչ ընկածում, ոչ մի անգամ շունս մի աղջիկ պատահական վերցրեց, տարեց իմանալով որ տեր չունի։ Գնացել եմ դիմել, ասել եմ կարակ կամերաներով իրար հետ օգնին գնանք շունս ճարենք, էտա։ Այսքան վաղտան դեպ ես ոչ ոստիկանությունում ընկած, ոչ ինձ նորմալ որպես քաղաքավարի, որպես քաղաքացի դե ապրել եմ նորմալ ձևի։ Լավ, միջադեպը այդ օրը ոնց է եղել։ Ձեզ զանգահարել են ձեր ազգականները, ասել են, որ իրենց տանը գողություն եղել։ Այդքանի մասին տեղյակ եք։ Դուք ում հետ եք գնացել այնտեղ եւ ոստիկանները հենց իրենց տնից են ձեզ տարել բաժին։ Չէ, ես որ ինձ զանգել են, ասել են գողություն ա եղել, ես այդ վաղ մեր բարեկամի այդ աղջկա մեր բարեկամի աղջկա պապայի հետ էի մեկել իր երեխու Արցախ պուրակում։ Դե Վանաձորում մենակ մի հատ այգի կա կոչվում Արցախ պուրակ։ Այնտեղ եք զանգահարեցին, դուք գնացիք հետո։ Հետո այդ դեպքից հետո որ ոստիկանները եկան, ասեցին դուք գնացեք, որ ասեցին բարեկամա դուք գնացեք, ես եկա տուն, գիշերը զանգեց Կրիստինա, մեր բարեկամը, թե բա ամուսինս նորից գնացել է գործի պապանել տուննա, կլինի հետս գազ քնչական կոմիտե, որ մենակ չլինի։ Ասել եմ հա խիչ եմ գա, շուր ես հակել եմ իր հետ գնացել ու դեից առաջի անգամից 14-ին գիշերը ասում են որ մտել ենք որ Կրիստինայից պետք է քննեին, ասում են կարաս մի րոպեով գազ, գնացել ենք երկու, ես գնացել եմ զուտ դե որ այդ աղջիկը իրանց հա ինքը իրան քննին հարցաքննին պրծին իր հետ որ մենակ հա էտել այդ աղջիկն է ինձ զանգարել ասել դեից առաջի անգամ 14-ին ինձ տարալ հարցաքննալ էլ այդ տենց գրուպի ձևերով բան յոգորտ անգամ եմ ու յուս օրը 30 տոլիկ 40 15-ից 30 տենց եկան թե կոմոտիկանաս ու տենց տարալ այդ տենց վեխը թե հանի էսա մշակում են քեզ էսա պրիզնա տարի բանը դու ես կազմակերպել ես ասում եմ եթե ես եմ կազմակերպալ ապացուցի ես կյանքում տես բան չեմ անելի որ անողել ելնեի հենակ ասեի տունը մարդ չկա հետո գնացեք գողություն արեք ես այդքան կազմակերպողի նմանում ասում ես բոլոր սրբությունները ուսում երթուն պետն ասում որ դու պրիզնատ գաս ես քեզ տեից չոր կահանեմ ես կահանեմ ես ասամ ես ոչ մի ոչ պրիզնատ գալի բան ունեմ ոչ էլ ես եթե ինչ որ մի բան կա իմ կոնկրետ իմ անձի նկատմամբ ես ոչ մեկին ոչ կարա մեղադրիմ ոչ է կասկածիմ դե գլուխս ամեն տեղից ուռած էր ես առաջի անգամում տես ցես կերալ որ ասիմ հա Ինչի համար էին ասում է խոսա պրիզնատ տարել են ծեծել որ պրիզնատ գան որ ես եմ արել գործը փակեն գնա ինչի համար ես ինչ իմանամ իրանք ինձ ինչի համար էին ծեծում այդ հարցը իրանց պետք է տակ Տիգրան, գիտեին, որ դուք նաև պատերազմի մասնակից եք։ Հա, ինձ դե առաջի անգամ որ խփել են ասում, լավա չեք ամաչում, մենակ տողում բերալը կստեան ինը տեղը տփումը կասում։ Լավ էլ գիտեին իրանք։ Ձեր բարեկամները հետո չգնացին, ասեն, ինչ է կարել։ Մենք Հա, եկալա, մեր բարեկամը Կրիստինան եկալա թե ինչ իմ քով Տիգրանին բերած թե իրանք ասել են Տիգրանին կալանավորել ենք։ Դե ես էլ ուզում եմ հա ձեր փակալել ենք։ Ինչ իմ քովքից ձեր փակալա։ Դե որով շահաշվեց 14-ն ու 15-ը համարյա մի օր դե եմ եղել։ Դե 14-ին գիշերն էլ են տարալ դե առաջի օրը, հետո 15-ին։ Իսկ այժմ եղանակի մասին մարտի 20-ին, 22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 23-ին առանձին շրջաններում, 20-ին, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 20-ին եւ 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Քամին հարավ-արևմտյան մասում 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, մարտի 20-ին, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամուշ գնացում 15-ից 19 մետր/վայրկյան, 18-ին 20-ից 25 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 20-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-ից 12, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում 11-ից 13 աստիճանով։